Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Բարև ձեզ։ Առաջին եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ։ Հայաստանի ներքաղաքական դաշտում երևի թե ոչ հետաքրքիր, այլ ավելի շատ սպասելի իրադարձություններ են զարգանում։ Մեր երկիրը մտել է նախընտրական փուլ, ժամանակից շուտ, բայց դա էլ էր իրականում սպասելի, հաշվի առնելով, որ շատերը ձգտում են հնարավորինս շուտ հասնել իշխանափոխության, փորձում են դրա համար գտնել օրինական, միգուցե նաև անօրինական ձևեր, եւ մենք այսօր խոսելու ենք օրինական ձևերի մասին, այդ իշխանափոխության հնարավոր եւ ընդհանրապես այն մասին, թե ինչ է կատարվում մեր ներքաղաքական ներգնապանակում, կան բազմաթիվ պատճառներ, որոնք մեզ ստիպում են այդ մասին ցավոք սրտի խոսել։ Մեր հյուրն է ազգային ժողովի ԿՊ խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանը։ Բարև ձեզ, Տիկին Մինասյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Ռոբերտ Քոչարյանը այսօր 2 ժամանոց, միգուցե նաև ավել հարցազրույց է տվել, փորձենք հասկանալ ինչ է ուզում պարոն Քոչարյանը մեզանից բոլորիցս, ինչի է ուզում ձգտել, ում օգնությամբ եւ ինչ նպատակներով։ Երբ որ ես ասում եմ ինչ նպատակներով, թող դա զարմանալի չթվա, ես չեմ խոսում միայն իշխանության մասին, դա ապրիորի պարզ է։ Կան նաև, կարծում եմ, նաև այլ նպատակներ, որոնք ունեն, այսպես ասած, արտաքին քաղաքական հետք։ Սա իմ անձնական կարծիքն է։ Սկսենք դրանից։ Պարոն Քոչարյանը հերթական անգամ նշում է, որ Մակրոնը կգրկախառնվի մեր վարչապետի հետ, ինքը սիրում է գրկախառնվել ու դրանով ամեն ինչ կավարտվի։ Սա պարոն Քոչարյանի պատկերացումներն են արտաքին քաղաքականության մասին։ Շարունակեմ ցիտել պարոն Քոչարյանին, կա 3 պետություն, որոնք կարող են դերակատար լինել մեր տարածաշրջանում՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը։ Ռեգիոնալիզմ։ Սա էլ է սպասելի։ Հիմա որ երկիրն է մեզ ավելի հոգեհարազատ, որ երկրի հետ են մեր տնտեսական կապերն ավելի ուժեղ, որ պետությունն է այդ 3-ից ավելի հզոր իր պոտենցիալով ու մշակութային առումով մեզ ավելի մոտ։ Պարոն Քոչարյանի տեսակետից եմ ասում, հարցադրումը հռետորական է տվյալ դեպքում։ Այստեղ այլ ընտրենք չկա, դա Ռուսաստանն է, վստահեցնում է Ռոբերտ Քոչարյանը։ Խնդրեմ։ Ես նույնիսկ հարցը չեմ ձևակերպելու։ Իրականում կարելի է տենց ցնդաբանության գիտական աշխատանք գրել ցանկացած հարցազրույցի հետ կապված ու սենց ամեն բառը մեկնաբանելով, ճիշտ ասած չեմ նայել ձեր մոտ եթերից գալուց առաջ մի փոքր տենց լրահոստ Ես դրա համար ցիտեցի։ Հա, լրահոստ թերթեցի եւ այդ ցիտատները չգտա, չէի տեսել, շատ ավելի զավեշտ, քան Ֆրանսիայի նախագահի վերաբերյալ նման կարծիք արտահայտել այն դեպքում, երբ դու եղել ես երկրի նախագահ, առնվազն առնչվել ես շատ եվրոպական երկրների նախագահների հետ, հետագայում նորից հայտ ես ներկայացնում, որպեսզի նորից դառնաս երկրի նախագահ, բայց նման ձևակերպում տալ գերտերության ղեկավարի մասին, ես չգիտեմ ինչ կարելի ասել պարոն Քոչարյանին, բայց ինչ վերաբերվում է ինչի համար է ցանկանում Ռոբերտ Քոչարյանը, ես կարծում եմ նպատակը մեկն է, ոչ Ռոբերտ Քոչարյանին, ոչ Սերժ Սարգսյանին այս իշխանությունները կոմֆորտ չեն, որովհետև նրանց ունեցվածքը, նրանց անցյալում ունեցած քրեական բարքերը վերացվում են եւ ունեցվածքը պարտադիր պետք է հետ վերադարձվի, այն գողացած ունեցվածքի մասին է խոսքը, պետք է հետ վերադարձվի պետությանը։ Միակ նպատակը դա է, որովհետև այլ նպատակ կամ, ինչպես դուք ասացիք իհարկե, ես տեսնում եմ մեր քաղաքական դաշտում, ձեր նախաբանում հարց տվեցիք, ինչ է կատարվում մեր ներքաղաքական դաշտում, տխուր է իրավիճակը մեր ներքաղաքական դաշտում, այնքան տխուր, որ մրցավազք է սկսվել, ինչ որ քաղաքական ուժերի ու ոչ միայն Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, այն քաղաքական ուժերի, որոնք միշտ դիրքավորվել են որպես, չգիտեմ, անգամ Եվրոպամետ, բոլորը մրցավազք են սկսել իրենց տենց քաղաքական հորը հաճոյանալու համար, իսկ քաղաքական հայրը Ռուսաստանի Դաշնության ղեկավարն է, թե ով ավելի շատ ուշադրություն կգրավի նրա կողմից, ով ավելի շատ
դիվիդենդ կստանա, Ռուսաստանի Դաշնությունը կհամարի այլընտրանքային տեխնացու Հայաստանի Հանրապետությունում, աջակցություն կհայտնի իր բազմաթիվ եթերներով եւ մեդիա արշավներով, ես կարծում եմ այդ մրցավազքի մասին է խոսքը եւ հնարավոր բոլոր թեզերը հակապետական ընդհանրապես պետությանը ոչ օգուտ կամ մոռացության մատնելով պատմության են ամենադաժան իրավիճակները, մարդիկ փորձում են տենց գտնել ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանի Դաշնության ղեկավարը ասի՝ «Այ դու կլինես իմ ցանկալի տեխնացուն»։ Նույնը վերաբերում նաև կարծեմ Բելարուսի նախագահի մասին է տենց հաջողություններ հայտնել Բելարուսի նախագահի, որը ասում էր, որ ինքը տեղյակ է եղել Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման մասին։ Ես կարծում եմ նաև այդ հարցազրույցների ֆորմատը դիտելուց հասկանում եմ, որ պարոն Քոչարյանը կամ ինքն է ստեղծում այդ մեդիա պղպջակը, բայց ինքը շարունակում է ապրել այդ այլընտրանքային իրականության մեջ։ Ինքը հատվածական լուրեր կարդում, ինքը նայում է միայն TV5 երևի կամ լրատվականներին, որոնց ինքը հարցազրույցեր տալիս, որոնք մեկնաբանում են իր ուզած ձևով աշխարհը, լուրերը, իրադարձությունները։ Ասենք խոսում է, ասում է իմ ժամանակ միութենական պետության մասին խոսք չի եղել։ Այս մոռացել է երևի, որ 2008 թվականից նա այլևս իշխանության չէ կամ 10 տարի անց ասում է, որ 99 թվականից իր կարծիքով միութենական պետությունը կա Ռուսաստանի եւ Բելարուսի եւ երբեք այդ 9 տարվա ընթացքում նա չի ասել, որ մենք պետք է միանանք միութենական պետության։ Եվ նույնիսկ ասում է այսպիսի արտահայտություն, նա ասում է, իսկ միգուցե մենք նույնիսկ ուզեինք եւ մեզ չընդունեին։ Հա, պետք է այստեղ է հասնում։ Այսինքն խնդիրը նրանում է, որ մենք մեր ինքնիշխանությունը բավարար չենք սիճել ըստ նրա։ Մենք մեր պետությունը չենք այն ամենակարևոր ենթակառուցվածքները բավարար չենք նվիրել Ռուսաստանի Դաշնությանը։ Երևի ամբողջությամբ պետք է նվիրեինք, որ Ռոբերտ Քոչարյանը համարար բավարարված։ Բայց ես վերջերս նաև թերթում էի մամուլը 21 թվականի ընտրությունների ժամանակ։ Ռոբերտ Քոչարյանն չէ հայտ ներկայացնում, ասում է իհարկե կարելի է միութենական պետության մասին քննարկումներ ունենալ, բայց ես շատ տենց ուսումնասիրություն կատարեցի, ինչի համար է մարդը ձգտում այդքան իջնել, ինքնիշխանությունը այդքան նվազեցնել, անկախությունը այդքան նվազեցնել եւ կախվածության հսկայական ծավալ ավելացնել մի պետությունից, որովհետեւ փայ ունի այս մարդը։ Նայում էինք, չէ, իր քրեական գործերը, կներեք, ապօրինի գույքով անցնող գործերը։ Ինչու՞մ փայ ունի։ Մարդը այն ժամանակ, երբ գույք պարտքի դիմաց հանձնում էր պետությունը, այդ գույքի, որ իրանում են Ռուսաստանի Դաշնության տենց բավականին խոշոր ֆիրմաներ, այդ խոշոր ֆիրմաներից մեկում մեկ էլ Ռոբերտ Քոչարյանը դառնում է խորհրդի անդամ, մեկ էլ փոխառություններ է ունենում այնտեղից, մեկ էլ ակտիվներ է ունենում այնտեղից։ Այդ ոնց է ստացվում, որ գլուխ գովալ է կարելի է, որ $100 միլիոն ես ներդրում եմ բերել, բայց այդ ներդրման 70%-ը քո գրպանն ես դրել, այսինքն դու ոչ միայն պետության կարևոր ենթակառուցվածքներ, գործարաններ, գազատար, լույս, ջուր, ամեն ինչը վաճառում ես այլ պետությանը, բայց մենակ այդ պետությունից կախվածություն չես ձեռք բերում, այդ կախվածությունը նաև քո գրպանն ես դնում։ Այսինքն այս մարդը բիզնես է իր համար իշխանության գալը, բիզնես է իր համար, առևտուր է իր համար լինել Ռուսաստանի Դաշնության կցորդը, բայց ոչ թե պետության շահի տեսանկյունից, այլ իր շահի, իր սեփական շահի։ Ու ամենամեծ աբսուրդը իհարկե, որ ապօրինի գույքի մասով ժողովուրդը մեզ մեղադրում է ոչ թե այդ ծավալը հետ չբերելու մեջ, այլ որ այդ ծավալը քիչ է։ Այդ ծավալը ամբողջը չի։ Քոչարյանը ասում է, տեսակ որ 4 միլիարդ չէ, $200 միլիոն էր։ Աբսուրդ էլի, այսինքն դուք այնքան տենց երևի տենց ուղեղի փայլատակումներ ունեիք, ես առաջարկել եմ երևի Քոչարյանի որդիներին քաղաքականությունը թողնել զբաղվել բիզնես քոուչինգով։ Կարծում եմ նրանց մոտ դա ավելի լավ կստացվի, եթե իրենք տենց հանճարեղ բիզնեսմեններ են։ Եթե կարողացել են այդ երիտասարդ տարիքում այդպիսի մեծ, ասում եմ, իմ անունը կապ ունեցել է արդյոք նրա հետ, որ իմ որդիները դարել են միլիոնատեր, միլիարդատեր։ Իհարկե ունեցել է, ոչ թե ունեցել է, այլ ձեր անունն է միայն դեր ունեցել, ուրիշ ոչ մի բան դեր չի ունեցել։ 22 տարեկանում 1 միլիարդ դրամից ավել կարողություն ունի։ Դե երևի նրա համար, որ Լևոն Քոչարյան, չգիտեմ, որ ասեմ հայաստանյան դպրոցներում չի սովորել, գնացել է Օքսֆորդում կրթություն ստացել, հետո եկել է հստակ բիզնես ա դրել, ինչ որ sense
գոնե հետք լիներ նրան, որ այդ մարդիկ կամ Լևոն Քոչարյանը գոնե ամբիոնից այնպիսի խոսք ունենար, որ ես մտածեի, այո, այս մարդը մտքի գիգանտ է։ Տեսեք, իդեպ դուք ասացիք, որ Քոչարյանը տպավորություն է ստեղծվում, որ կտրված է իրականությունից, իսկ ինչու է Քոչարյանը հարցազրույց տալիս միայն իր սեփական լրատվամիջոցներին։ Ես կարծում եմ, որ Քոչարյանը սարսափում է ուղղակի հանրության առաջ բարշակատով դուրս գալ ու լսել այն քննադատությունը, որ իր մասին մտածում են։ Ռոբերտ Քոչարյանը շատ լավ տիրապետում է այն ատելության ծավալին, որ իր նկատմամբ կա, եւ ոչ միայն իր քաղաքականություն մտած սատելիտների նկատմամբ էլ նույն ատելությունը ժողովուրդը տածում է։ Ժողովուրդը 2021 թվականին տեսնելով հրապարակը Ռոբերտ Քոչարյանի ձևավորած սարսափից ուղղակի ատելությունից, որ նա կարող է գեթ մեկ նշույլ անգամ ետ վերադառնալ, գնաց եւ ձայն տվեց այլ քաղաքական ուժի, գնաց ընտրության։ Ես տեսել եմ շատ մարդկանց, որ ասեցին մեզ տիպել է գնալ ընտրության այդ հրապարակը, որտեղ որ իհարկե մեծածավալ հետո ենք տենց բազմաթիվ հրապարակումներ ենք տեսել, լսել, որ բիզնեսների աշխատակիցներին բերել եւ լցրել էին այդ հրապարակ։ Համենայն դեպս Այստեղ խնդիրը անում չի, որ այդ մարդը այլ իրականության մեջ է ապրում, իր ստեղծած իրականությունն է, բայց ինքը փորձում է շատ այն մարդկանց, ովքեր որ իր տարիները գրեթե չկարող է չհիշեն, օրինական երիտասարդները, ում առաջ ինքը ասուլիս էր տալիս կամ հարցազրույց էր տալիս։ Այդ երիտասարդները իր տարիներին չեն ապրել կամ ապրել են շատ փոքր տարիքում եւ նրանց ծնողները կարող են հիշել այդ երիտասարդների աչքին թոզ փչել, իրադարձությունները փոխել, ձևախեղել, օրինակ ասել, չգիտեմ, նույն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված պատմության մեջ էլի ասում է Հայաստանի իշխանությունները գնացին Պրահայում ճանաչեցին Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի մաս, Ռուսաստանի Դաշնությանը տեղակել չեն պահել։ Պարոն Քոչարյան, երևի էլի ձեր պղպջակից մոռացել եք Խովայևի պլանի մասին, մոռացել եք, որ դրանից առաջ եղել են Փարուխի դեպքեր, այդ դեպքերը դուք ասում էիք, որ այո, վատել չէին պահում Ռուսաստանի Դաշնության զորախումբը Ղարաբաղում անվտանգությունը ղարաբաղցիների։ Ես ուզում եմ հասկանալ, այս մարդը գոնե իր այն ծննդավայրի հայրենակիցների նկատմամբ ունի որոշակի պատասխանատվություն, որոշակի ափսոսանք, որոշակի մեղքի զգացողություն։ Վերջո իրենց ծնողների պապերի գերեզմանները մնացել է, չէ՞։ Շատ եմ, ոնց կարող ես դու սրբագրել ու մաքրագործել քաղաքականություն, դա հստակ թիրախավորված քաղաքականություններ, Ադրբեջանին ձեռնտու լինել այդ ժամանակաշրջանում, ոնց կարող ես մաքրագրել այդ, եթե գոնե չեմ ասում Հայաստանի Հանրապետությանը, մենք արդեն վաղուց գիտենք, որ ինքը Հայաստանի Հանրապետության հետ ոչ մի կապ չունի, ոչ արժեբանական կապ ունի, ոչ միայն երևի կապը իր թալանն է։ Իսկ Լեռնային Ղարաբաղի հետ ունեցել է կապ։ Մենք դա էլ փորձենք էլի հասկանալ։ Ինքը Ռոբերտ Քոչարյանը այն մարդն է, ես մի անգամ չեմ դա պնդել եւ պնդելու եմ դա։ Ինքը երբեք ընտրված չի եղել։ Ոչ Լեռնային Ղարաբաղում, ոչ Հայաստանում, ինքը երբեք չի ընտրվել։ Ինքը միշտ նշանակվել է քաղաքական կոնյունկտուրայից ելնելով։ Ու մարդը Բերանացի ասում է ես անգամ Լեռնային առաջի Արցախյան հակամարտությունը արդեն երկրորդ անգամ ինքը փորձում է իրեն վերագրել, ասում է հաղթանակած նախագահ եմ եղել, այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին նախագահ, ոչ մի բան Հայաստանի Հանրապետությունը Արցախի առաջին հակամարտության մեջ ոչ մի դեր չի խաղացել, դու մենակով Արցախում նախագահ գնացել հաղթել ես Ադրբեջանին, տենց է ձևակերպում ես մարդը, բայց հետո արդարության համար ասեմ, որ շեշտում է որ Լևոն Տեր-Պետրոսյանն է հրավիրել Հայաստան։ Լևոն Տեր-Պետրոսյանն է նրան ասել արի մտի հայ քաղաքական դաշտ, չլինելով երկար տարիներ ապրած Հայաստանի Հանրապետությունում, այդ ժամանակ հարցազրույցի մեջ էլ է, չէ, ասում, որ ասում են ինչի դուք երկար ժամանակ ստեղ չեք ապրել, ոնց կարող եք քաղաքացիություն չունենալ, ասում է դե հետո էլ ասում եմ մենք ենք այդ արտահայտությունը արել, ասում է դե Արցախը Հայաստանն է, էլի ինչ տարբերություն։ Տիկին Մինասյան, ես ցավոք երիտասարդ չեմ եւ ցավոք հիշում եմ 2007 թվականին, երբ որ Ռոբերտ Քոչարյանը եկել էր Երևանի պետական համալսարան, նախընտրական հանդիպում էր կայացնում ուսանողների հետ, խորհրդարանական ընտրություններն էին այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, եւ ինքը հատ առ հատ նշեց, թե ովքեր են անցնելու խորհրդարան, որ քաղաքական ուժերը, եւ այդպես էլ եղավ 2007-ին։ Ես դա շատ լավ հիշում եմ։ Հիմա ես ինչի եմ դա հիշել։ Դուք ասում եք, որ Հայաստանի ներսում Պուտինին հաջողախոսության մրցավազք է սկսվել։ Եվ քաղաքական ուժերը ըստ այդմ կարծում են, որ Պուտինն է նշանակելու Հայաստանում իշխանություն կամ չգիտեմ 7 տարին այդպես են կացել կամ անդիմություն
Ես շատ հնարավոր է շատ միամիտ մարդ եմ։ Ես կարծում եմ, որ առնվազն 18-ից հետո Հայաստանում իշխանությունը նշանակում է ժողովուրդը։ Հիմա եթե դա այդպես է, ինչի են իրենք ընկել Պուտինի հետևից։ Չէ՞ որ ընտրությունը կատարել է Հայաստանի քաղաքացին, ոչ թե պարոն Պուտինը։ Թե ես սխալվում եմ։ Մեր քաղաքացիների, իհարկե չեք սխալվում, մեր քաղաքացիների մի որոշ զանգված դեր կա, որ միամտորեն կարող է հավատալ այն fake լուրերին։ 21 թվականներն էլ էին այդպես լուրեր տարածում, Քոչարյանը գնացել է Պուտինի հետ հանդիպել, ասել են դու ես լնելու, հեսա մի ամսից, հեսա 2 ամսից, մեկը հեսա իրանք գնալու են այդ թեզերը պատերազմից սկսած մինչև այսօր, գրեթե ամեն ամիս շրջանառվել են մեր հասարակության մեջ։ Մարդկանց մոտ դա միայն այն խնդիրը չի է, որ դրսից են նշանակում, միայն խնդիրը այն է, որ դու ամենակարևոր ընտրության իրավունքը մարդուն ստիպում ես չհավատալ այդ ընտրության իրավունքին։ Ու նա հպարտորեն այս հարցազրույցում էլ է շեշտում, ասում է, նույն սցենարը կարող ենք կրկնել, ինչ որ Գյումրիում ենք կրկնել։ Ինչ խնդիր կա։ Այսինքն այդ մարդկանց խաբել ասել, գիտեք ինչ, դուք, չգիտեմ, այլ դեմքով ինչ որ մեկին դնել որպես առաջի դեմ։ Պարոն Քոչարյանն տեղը լինի, դա չի ասի։ Դե ես չեմ կարծում, որ չի ասի դա։ Գիտեք, խնդիրը նաև ինչն է, որ մենք այսքան տարիներ երևի նրա այդ դաժանությունը ու արնախմությունը հաշվի առնելով շատ ինչ որ տենց միֆական կերպար ենք ստեղծել նրա շուրջ, բայց ես կարծում եմ, ոնց օրինակ Միքայել Մինասյանը, որ գնաց խոհանոց բոլորի աչքի առաջ միանգամից իսպար վերացավ Միքայել Մինասյան խելք կերպարը։ Հիմա նույն ձև Ռոբերտ Քոչարյանին թողեք շատ խոսա, վերանում է։ Նա ուղեղի աշխատանքը դեպքերի ընթացքի իրար կապելը, այլ մարդկանց, այլ երկրների մասին ինչպես խոսելը, ընդհանրապես լեզվամտածողությունը շատ կարևոր բան է։ Խոսակցության 70% բառերը հայերեն չեն այդ մարդու։ Նա ինքն է իհարկե տարիներ առաջ ասել, որ հայերեն գրել լավ չգիտի, բայց հիմա շարունակվում է։ Այս մարդը 30 տարում չկարողացավ հայերեն խոսել իմանա։ Եվ դա ես կարծում եմ, որ ինչքան խոսի եւ նաեւ այս անգամ արդեն շատ ուղիղ կերպով իշխանության հայտ ներկայացրեց, ես ուղղակի շատ մեծ հույս ունեմ, որ նա չի վախենա իր դեմքով հանդես գալ։ Իր դեմքը ինքը գիտի, որ սարսափ է առաջացնում մարդկանց մոտ, ինքը գիտի, որ իր դեմքի շուրջ միայն ատելության բխբջակները կարող են լինել, էլի չի կարող իր դեմքով հանդես գալ։ Ես կարծում եմ, որ նրանք շարունակելու են կրկնել այն ինչ որ գծել էին եւ ցավոք սրտի ստացվեց նրանց մոտ Գյումրիում, ունենալու են մի քանի դեմքեր, որոնք հանդես են գալու որպես անկախ թեկնածուներ, այո, եւ վերջում միավորվելու են այն ուժի շուրջ, որը ավելի շատ ձայներ հավաքի, ոնց որ նման Սերժ Սարգսյանի հետ հակամարտություն։ Ենթադրենք, որ մենք վատ երազ ենք տեսնում, մղձավանջ ենք տեսնում եւ Ռոբերտ Քոչարյանը դառնում է Հայաստանի վարչապետ։ Ինչ է սպասում մեզ եւ Հայաստանի Հանրապետության։ Գաղութացում, միանշանակ։ Ռուսաստանի։ Այո, մենք մարդը հստակ քաղաքականությունը գծել եւ բացահայտ բոլորին ասում է Ժորժ ջան, ես կարծում եմ, որ մեր տերն ու տիրակալը պետք է լինի Ռուսաստանի Դաշնությունը։ Մենք միայն ու միայն Ռուսաստանի Դաշնության եւ մի քիչ էլ Բելարուսի հետ պետք է ունենանք այն ռազմավարական դաշնակցությունը, որ պետք է ավելի ամրապնդենք եւ մենք միայնակ չենք կարող գոյատևել, մենք շատ հասկանում եք մարդկանց մեջ այդ հավատը, որ դու ինքնիշխան ես, որ դու կարևոր ես, որ քո ձայնը կարևոր է, որ քո խոսքը կարևոր է, որ քո կարծիքը, ազատությունը կարևոր է, այդ ամեն ինչը խլում են, որովհետև հնարավոր չի լինել մեկի ճորտը եւ ունենալ սեփական կարծիք, ունենալ ազատություն, ունենալ ու շեշտեմ էլի այդ որ ասում եմ ազատություն, շատ գրագետ օգտագործված ազատությունն է միայն բարեկեցության հիմքը, միայն աճի զարգացման հիմքը։ Իսկ այդ տարիներ շարունակ խլված է եղել մարդկանցից։ Հիմա էլ ես կարծում եմ, որ մենք արդեն տևական ժամանակ է ինչ որ տրանսֆորմացիոն փուլում ենք ապրում։ Եվ ես հույս ունեմ 26 թվականին մենք վերջապես դադար կտանք այդ տրանսֆորմացիային եւ կսկսենք մի նոր էջ։ Մենք արդեն հոգնել ենք եւ մենք որպես քաղաքական ուժ եւ ժողովուրդը որպես դիտող այս ամեն ինչի հոգնել այս անընդհատ իրար մեջ պայքարից անցյալի եւ ապագայի, անցյալի եւ ներկայի։ Ձեզ նոր ընդդիմություն է պետք։ Ես երազում եմ, որ այս ընդդիմությունը այլևս չկարողանա ժողովրդի աչքին թոզ փչել, ժողովրդին խաբել եւ այն ուղղակի մի վտանգ եմ տեսնում միայն,
կա հասարակության մի զանգված, որոնց վրա իրանք շեշտադրում անում են դա երիտասարդներն են, որոնք իրանց տարիները չեն տեսել։ Ու ես շատ հաճախ քննադատվում եմ ներողություն ավարտում, քննադատվում ենք դրա համար, որ մենք ասում ենք, այ դուք սենց եք արել, նախկինը, շատ հաճախ են քննադատվում, ասում են դե հոգնել ենք, էլի, բայց Ժորժ ջան, մարդիկ չեն հիշում։ Ինձ թվում է մարդկանց հիշողությունը պետքա թարմացնել պարբերաբար, թե ինչ բռնաճնշումներ, ինչ քաղաքական սպանություններ են տեղի ունեցել։ Մենակ Ռոբերտ Քոչարյանի օրոք 39 անց քաղաքական դերակատարում ունեցող դատախազ, գլխավոր դատախազ շատ անհայտ պայմաններում մահանում էին կամ ինքնասպան էին լում երկու կրակոցով եւ ոչ մի բացահայտում չի եղել։ Տեղի ունեցել մարտի 1, տեղի ունեցել հոկտեմբերի 27 Ժորժ ջան, այդ ամեն ինչը միֆ չի։ Այդ ամեն ինչը ինչ որ հերու վաղ անցյալում չի, այս մարդը իր նատուրայով, իր ամբողջ sense բնույթով այդպեսինն է։ Կա մեկ շատ լուրջ խնդիր, դուք նշեցիք, որ մեզ սպառնալու է գաղութացում։ Տեսեք, մեր հասարակությունում ցավոք, սա իմ անձնական ցավն է, կան մարդիկ, որոնք դեմ չեն գաղութացմանը։ Եթե գաղութը լինելու է Ռուսաստանը, ռուսական գաղութը լինելու գուբերնիա, նրանք կարծում են, որ մենք կարող ենք ինքնիշխան չլինել, կարող ենք Ռուսաստանի գաղութ լինել եւ հանգիստ եւ երջանիկ ապրել, նույնիսկ այնպես ապրել, ինչպես ապրել ենք ԽՍՀՄ-ի տարիներին։ Ինչ կասեք այդպիսի մարդկանց, որովհետեւ ես օրինակ վստահ եմ, որ գաղութացումը չի լինելու այն գաղութացումը, որ այդ մարդիկ սպասում են, Ռուսաստանը փոխվել է, արցախցիներն էլ են ուզում, ինչ ճիշտ է խոսենք, ուզում էին չէ դառնալ Ռուսաստանի գաղութ, բայց չդարձան, չէ։ Դարձան այստեղ հարցը մի քիչ այլ է, ես կարծում եմ, որ մարդկանց այդ գաղութացման տրամաբանությունը մցրած է այնքանով, մարդը միշտ ուզում է ազատ լինել, դա բնական պահանջ է, բայց խնդիրն անում է, որ քեզ ասում են դու փոքր ես, դու չես կարող, դու շատ փոքր ես աշխարհի վրա, որ կարողանաս մենակ գոյատևել։ Դե մեզ դա մի քանի 100 տարի ասում են, մի քանի 100 տարի, մի հատ թեզ կա, չէ, հստակ, բա ռուսը չլինի, թուրքն է լինելու։ Ու այդ վախը Դամոկլեան սերի պես կախել հասարակության վրա անընդհատ վախեցնելով, անընդհատ թշնամու կերպարը ավելի ուժեղացնելով, որ դու եթե նա չլինի, նա է լինելու։ Բայց մեր ժողովուրդը 2 տարի առաջ տեսավ ինչ եղավ։ 2 տարի առաջ ընտրել էիք, այսպես ասած, Ռուսաստանի Դաշնությամբ միջնորդությունը։ Պատերազմից հետո կնքվել էր երակողմ հայտարարությունը։ Ինչ արեց Ռուսաստանը։ Ես հենց դա եմ ասում։ Իր շահին հակասումը, երբ ու ես իմիջիալոց այն քաղաքական գործիչների հետ այդքան էլ համակարծիք չեմ, որ անընդհատ տենց ուղղել սլակները դեպի Ռուսաստան ինքը իր համար, որպես իր նպատակների, չնայած մենք անընդունելի կարանք համարենք այդ նպատակները, իր համար ինչ որ քաղաքականություն ավարել այդ մանրադրամը իրենց համար, դա նորմալ է իրենց աչքերից։ Այո։ Հիմա էլ է պետք է խնդիրը տեղը չի կորչել այդ, որ ոչ միտեղ չի կորել այդ քաղաքականությունը։ Գաղութացման տեսանկյունից ես կխնդրեմ մեր հայրենակիցներին խոսել իրենց տատիկների, պապիկների հետ։ Կա ընտանիք, որը բռնագաղթածների ընտանիքներից չի։ Ես իմ տատիկը իր քույրերով եւ իմ պապիկին աքսորել են Սիբիր։ Եվ ես հիշում եմ ինչի տատիկս պատմել է, այսինքն այդ պատմությունները։ Ես հիշում եմ, որ խոսքի ազատություն բացարձակ չկար։ Եկեք հիմիկվա Ռուսաստանի Դաշնությանը նայենք։ Մարդուն մի հատ լայքի համար կարող են տանել, փակել, օրենքներ ընդունել, որ գույքդ առանց որևէ դատավարության կարող են քեզնից խլել, եթե դու անգամ երկրից դուրս ես գտնվում։ Այնպիսի օրենսդրություն է հիմա Ռուսաստանի Դաշնությունում, որ մարդը ավելի շատ հակված է ընդհանրապես կարծիք չունենալ, փակվել իր ներքին աշխարհում եւ անգամ խոհանոցում շշուկով խոսել քաղաքականության մասին։ Դա այդ ժամանակները վերադարձնելու մոլուցքը, ես չգիտեմ ինչ պետք է լինես, որ քո ազատասեր երիտասարդությանը, այս ապագա սերունդին, ասես գիտես ինչ, դու պետք է լինես ճաղավանդակների մեջ։ Ես չգիտեմ այդ ինչ մոլուցք պետք է ունենաս։ Երևի թե վերջին հարցը Տիկին Մինասյան, ձեր նախկին գործընկերներ, պարոն Այգ Աղազարյանը եւ Ասլանյանը առաջադրել են վարչապետի տեխնացու, դա պարոն Էդմոնդ Մարուկյանն է, ինչ որ առումով եւս ձեր նախկին գործընկերն է եղել է դեսպան, հատուկ դեսպան։ Եվ կան մարդիկ, որոնք ասում են, որ իմպիչմենտը ստանում է լուրջ հեռանկարներ։ Ինչո՞։ Չգիտեմ, ես կուզեի ձեր կարծիքը իմանալ, պարոն Մարուկյանի հեռանկարները դառնալ վարչապետ, խնդրում եմ ձեր գնահատականը։ Ես մեկ անգամ ասել եմ, հիմա էլ կասեմ, ես չեմ կարծում, որ պարոն Մարուկյանի կամ ընդհանրապես այս գործընթացի մեջ ԿՊ-ն
որևիցե տեղ ունի։ Այսինքն ոչ մեր դեմ է ուղված, ոչ մեր հետ կապ ունի, ոչ մեր հետ խոսակցություն կա այս մասին։ Իրանք իրար դեմ են, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյան դաշինքը։ Հիմա էլ մի երկու հոգի տենց որոշել են իրանք էլ մտնեն 26-ի ընտրապայքարի մեջ, տենց որոշել են իրանք մտնեն այդ մատիլու մատանու արանքը, բայց այդ ամբողջ գործընթացը ինչ սկսվել է, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյան ներքին պայքարն է, այն էլ ֆեյք պայքարը, ֆեյք պայքար, որպեսզի համակիրներին կոնսոլիդացնեն իրար շուրջ, վերջում միավորվելու են մեկ այդ մարդիկ։ Դուք կարծում եք, որ իրանք իրականում Ես վստահ եմ դրանում։ Ռոբերտ Քոչարյանը Գյումրի օրինակ ինչի է բերում։ Ասում է, նայեք, խնդիրը նրանում է, որ այս մարդկանց իրանցից ցանկացածը կարա ընդունելի լինի, բացի Նիկոլ Փաշինյանից, որտեղ Նիկոլ Փաշինյանը իրանց ունեցվածքը վերցնում է իրանց ձեռքից։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը իրար հետ բարիշելու եզրեր կգտնեն, իրանք նույն տակառից են սնվում ու նույն արժեհամակարգը ունեն, նույն պատկերացումներ ունեն Հայաստանի ինքնիշխանության շուրջ, Հայաստանի արտաքին քաղաքականության շուրջ, այս մարդկանց գաղափարախոսությունը գրեթե նույնական են։ Հիմա ես ցավով պետք է նշեմ, երևի որ Էդմոն Մարուքյանը ինչպես նախկինում մնացել է տենց լուսանցքից դուրս, այս անգամ էլ կմնա երկու падգամավորի վարչապետի թեկնածու։ Իսկ իր պայքարը այդ պայքարի համար է եւ այն մրցավազքի մեջ է տեղավորվում։ Ինքը ֆեյք չի։ Էդմոն Մարուքյանը նույն մրցավազքի մեջ է տեղավորվում ընդդիմության համար, ընդդիմություն դառնալու համար։ Ոչ միայն, այո։ Եվ Տիտղոսային ընդդիմություն։ Դե չեմ կարծում այդքան գծիկի, բայց ամենայն դեպս ոչ միայն տիտղոսային ընդդիմություն, այլ Ռուսաստանի Դաշնությանը հաճայանալու։ Էդմոն Մարուքյանը արդեն 1 տարի շարունակ է գոռում է նոյեմբերի 9-ը վերադարձրեք, հայտարարությունը հետ բերեք, գնացեք նոյեմբերի 9-ի 9-րդ կետը կատարեք։ Էդմոն Մարուքյանը, որ ժամանակին երդվում էր Բրյուսելով, հիմա ասում է նոյեմբերի 9-ը կատարեք։ Այս sense абսուրդային իրավիճակ, մենակ մեր ներքաղաքական իրավիճակում տարալու տրանսֆորմացիա է։ Բայց ես կարծում եմ, որ նրանք կոնսոլիդանալու են բոլորը իրար հետ, որովհետև ղեկավարվելու են մի կենտրոնից եւ մի կենտրոնի շահերն են սպասարկում։ Ես նորից հիշեցնեմ, էլի մեր քաղաքացիներին քաղաքացիական պայմանագրի արտաքին քաղաքականությունը եւ նաեւ այդ որ անդադ ասում ենք ինքնիշխանություն, ձևավորված է, բալանսավորված եւ բալանսավորման, այսինքն մի կենտրոնից չենք կախվելու, ոչ Ռուսաստանի Դաշնությունից, ոչ հակառակ թևից, ոչ ԱՄՆ-ից, ոչ Իրանից։ Մենք ունենալու ենք բազմակողմ հարաբերություններ եւ փորձելու ենք դիվերսիֆիկացնել թե տնտեսություն, թե անվտանգություն, թե արտաքին քաղաքականություն։ Դա է միակ ճանապարհը ունենալ այդ շահերի բախման կենտրոնում չհայտնվել։ Իսկ մյուս քաղաքական ուժերի բոլորի պատկերացումները Ռուսաստանի Դաշնությունը պետք է լինի մեր միակ ու միակ քաղաքական հայրը։ Չէ, կան քաղաքական ուժեր, որոնք ոչ բալանսավորված եւ օգտին են։ Ես չեմ խոսում ներողությունից, եւ ոչ էլ ես չեմ խոսում Եվրոդաշնքի կամ Եվրո միության ուղղությամբ գնացող քաղաքական ուժերի մասին, ես կարծում եմ, որ քաղաքական ուժերը շատ վաղուց պետք է արդեն սկսած լինեին շատ ակտիվ քարոզարշավ, շատ ակտիվ մարդկանց հետ առնչություններ, շատ sense երևի ակտիվ բառը սխալ եմ օգտագործում, երևի տենց ագրեսիվ կարելի ասել։ Ագրեսիվ քարոզարշավ, որտեղ ցավոք սրտի մեդիա ռեսուրսները, որ ունեն այս ուժերը, շատ ավելի մեծ են եւ շատ ավելի շատ են կարողանում մարդկանց ուղեղի վրա ազդել, ցավոք սրտի։ Շնորհակալություն Տիկին Մինասյան, հետաքրքիր զրույցի համար։ Մեր հյուրներ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանը, քիչ անց մենք կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր աշխատանքը առաջին եթերում։